Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը, ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր դեկտեմբերի 26-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Սկսենք Հայաստանին վերաբերվող հայտարարությունից Ադրբեջանի նեկած, որոնք նոր պայմաններ են դնում մեր առաջ ու հասկանանք, թե մեր կողմից ինչ պետք է արվի, ով պետք է հակադարձի եւ ում անունից են մեզ այդ ոսկե սարերը խոստանում։ Այս մարդկանց Ադրբեջանի արտգործնախարար Թեյում Բայրամովը հայտարարել է. նախաստորագրված խաղաղության համաձայնագրի ստորագրումը հնարավոր է միայն Հայաստանի սահմանադրության փոփոխության և տրիպ նախագծի շրջանակներում ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարման դեպքում։ Այն որ սահմանադրությունը կար, այդ գիտեինք, բայց տրիպը ոնց որ մեր ցանկությունը չէր։ Դա արվում էր Հայաստանի համար։ Ամերիկային վերջապես մենք բերեցինք մեր տարածք, ներողություն, և ոնց որ թե շատ գոհ էինք դրանից, պարզվում է, որ դա ստանձնած պարտավորություն է, որը որպես նախապայման է ընդունել Ադրբեջանը ու ասում է մինչև այդ պարտավորությունները չկատարես, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվելու։ Ես ճիշտ լսեցի՞։ Բայց եթե դա այդպես է, հարց է առաջանում, տրիպը կարող է տեղի ունենալ տարիների ընթացքում, եթե նույնիսկ եկող տարի սկսեն նախագծային աշխատանքներ, չգիտես ինչ անեն, փորձեն այդ ընկերությունը արդեն սկսի բաժնեմասերը որոշեն, քանի տարով են տալիս Ամերիկային, հետո նոր գործընկերներ ներգրավում են, թե չէ ու սկսեն շինարարությունը, կարող է դա տևել տարիներ։ Այսինքն հիմա Ադրբեջանը նոր պայման է դնում մեր առաջ, որ սահմանադրությունը նույնիսկ եթե փոխես, տրիպը մինչև ամբողջությամբ կյանքի չկոչվի, խաղաղության պայմանագիր չենք ստորագրելու։ Այսինքն դա կարող է տևել մի քանի տարի, որովհետև Թուրքիայի տրանսպորտի նախարարն էր ասում, որ մինչև 2030 թվականը կարող է այդ ճանապարհը արդեն բացվի, իր հաշվարկով այդքան կտևի, իսկ 2030 թվականին Դոնալդ Տրամպը Ամերիկայի նախագահ չի լինելու։ Մենք չգիտենք, թե ինչ իրավիճակ կարող է լինել, ինչ զարգացումներ կարող է լինել, այսինքն նույնիսկ եթե համարենք ամեն ինչ իդեալական պայմանավորվածության շրջանակներում է գնալու, միևնույնն է, Ադրբեջանը ասում է, որ մինչև այդ հարցը չլուծվի, ու ամենակարևորը, որ դա իրանց կողմից Հայաստանի վրա դրված պարտավորություն է, ոչ թե դա մենք ենք ուզել, ոչ թե դա մեր իրավունքն է, ոչ թե նա մեզ համար ճանապարհ է բացում, մենք կապվում ենք, աշխարհը մեր միջոցով է կապվում, խոսում են միլիարդավոր դոլարների մասին, և մեկ էլ մի հատ ասում են, տեսեք ինչոց է, թույլտվություն է տրվել ղազախական հացահատիկը Ադրբեջանի տարածքով Հայաստան տարանցելու համար, սակայն վերջնական խաղաղության համաձայնագիր կնքելու համար անհրաժեշտ է կատարել մեր նախանշած պայմանները, ասել է Բայրամովը։ Այսինքն սա ընդամենը թույլ ենք տվել, փորձնական, որ ցույց տանք, որ տեսեք, կարող ենք թույլ տալ, այդ ապրանքը կարող է գալ ձեր մոտ, բայց խաղաղություն չկա, այսինքն չկա պայմանավորվածություններ ապաշրջափակելու տարածքները, ճանապարհները, կոմունիկացիաները։ Այսինքն կուզենք թույլ կտանք, չենք ուզի թույլ չենք տա։ Ու ինչի նաև հարցը առաջացավ, որ միայն սահմանադրությունը չէ, որտեղ իրանք էլ են հասկանում, որ սահմանադրությունը կարող է հայ ժողովուրդը կողմ չքվեարկել։ Ավելացնում են ևս մի կետ, որը ավելի մեծ ժամկետ ունի, քան սահմանադրությունը, որը նախատեսվում է 26 թվականի ընտրություններից հետո։ Այսինքն կախվածության մեջ պահեն ավելի երկար ժամանակահատվածով։ Եվ պատահական չէ, այո, կարող են բենզինի ինչ-որ խմբաքանակ թույլ տալ, Հայաստանում ոգևորված, որպեսզի ցույց տան, որ Ադրբեջանից եկավ, ահա խաղաղությունն եկավ, մի բան էլ էժան դնենք, թող էժան առնեն և նաև զեկուցեն, որ գիտեք, մի քանի անգամ ավելի արագ սպառվեց,
որովհետև գինը հարմար էր եւ շատ լավ էր, դա շատ կարեւոր էր, այսինքն նաեւ Ադրբեջանը մի հատ էլ գծերը ստուգեց, որ եթե Հայաստանին էժան ապրանք տաս, գլխապատառ կառնեն, այսինքն Հայաստանի հասարակությունը պատրաստ է առնելու էժան ապրանք եւ ասի դե լավ էլի հերիքա էլի բողոք կենա Ադրբեջանի ու Թուրքիայի այդ սահմանները բացենք, հանգիստ մեզ համար ապրենք։ Այո, պետք է հասկանալ, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի այդ սահմանը բացելով հանգիստ ապրելու համար պետք է հասկանալ, թե նրանք քեզանից ինչ են ակնկալում եւ դրա հետևանքների տակից ոնց ենք դուրս գալու, որ ավելի շատ չոգևորվեք, այսինքն իրանք արդեն ստուգեցին, Հայաստանը պատրաստ է ստանալ էժան, իսկ էժան ապրանք Ադրբեջանում էլ կա, Թուրքիայում էլ կա, էժան ապրանք էլ Հայաստան կարող է մտնել, որի հետ կապված տեղական արտադրության հայրիկը անցել, լա մայրիկը չասենք։ Մանավանդ որ չմոռանանք, մենք ԵԱՏՄ անդամ ենք եւ սանկցիաներ կիրառել Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա կարող է լինել միայն երրորդ երկիրը ԵԱՏՄ պետության հետ առևտուր անում, միայն որոշակի սանդղակի շրջանակներում, որը որ թույլատրելի է երրորդ երկրի համագործակցության համար։ Եվ բացի դրանից ինչի Հայաստանը ուզում է այդպես գլխապատառ մեր իշխանությունը սահմանները բացի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մի բան էլ պետք է սանկցիաներ կիրառի կամ էլ դժվարություններ ստեղծի, հատուկ անում է դրա համար, որ ասի խաղաղությունն եկավ բենզինի տեսքով, հացահատիկի տեսքով, իսկ Ադրբեջանն ասում է իմացի, խաղաղության պայմանագիրը ձգվելու է, դա ինչի համար է ասում, երբ ուզենանք կթողենք, չենք ուզենա չենք թողի։ Սա ուղղակի թողել ենք, վաղ էլի կթողենք, էլի ապրանք կթողենք, բայց մենք կորոշենք եւ փակենք, որտեղ ոչ մի պայմանագիր, ոչ մի պարտավորություն չկա։ Ջեյուն Բայրամովն ինչ ասում, ընդհանուր առմամբ 2020 թվականին համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի եւ Նախճեվանի ինքնավար հանրապետության միջև հաղորդակցության ստեղծման վերաբերյալ։ Ուշադրություն 2020 թվականին, այսինքն ինքը հիշեցնում է մեզ, որ 20 թվականին պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի հետ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթով 9-րդ կետով։ Ինքը ուղղակի մեզ հիշեցնում է, որ այդ պայմանավորվածությունը 2020 թվականից է գալիս։ Ադրբեջանն անմիջապես սկսել է ավտոմոբիլային ճանապարհի եւ երկաթուղու կառուցման աշխատանքները, մինչև 2026 թվականը Ադրբեջանի տարածքով անցնող երկաթուղին կհասնի Հայաստանի հետ սահման։ Բայրամովը նշել է, որ TRIP երկաթուղու նախագիծը շատ կարևոր է ԱՄՆ-ի համար։ Այս նախագծի իրականացման համար Հայաստանի կողմից նույնպես պետք է աշխատանքներ սկսվեն։ Մեր ունեցած տեղեկություններով այս նախագծով զբաղվող ԱՄՆ ներկայացուցիչները ներկայումս բանակցություններ են վարում Հայաստանի հետ։ Այս գործընթացն իրականացվում է երկկողմանի։ Հուսով ենք, որ աշխատանքները կարագանան։ TRIP երթուղու ինչպես մուտքի, այնպես էլ ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Մուտքը եւ ելքը։ Առանց Ադրբեջանի հետ համագործակցության նախագծի իրագործումն անհնար է։ Ուստի մենք նախապես ներկայացել ենք մեր պայմաններն ու ակնկալիքները եւ ակնկալում ենք, որ դրանք հաշվի կառնվեն, ասել է Բայրամովը։ Էնպես չի չէ, որ բավական ժամանակ առաջ մի քանի անգամ չեք լսել իմ կողմից, որ ասել եմ կգա մի ժամանակ, հանգիստ սպասեք ու կտեսնեք, որ Փաշինյանը կասի դե ժողովուրդ ջան, ախր այդ ճանապարհը եթե Ադրբեջանը չօգտագործի, մեր ինչին է պետք Հայաստանի արևելքը, Հայաստանի արևմուտքին կպցնի մի 40 քանի կիլոմետր, մենք այդ ճանապարհով ի՞նչ բեռ ենք տանելու։ Դա պետք է լինելու միայն, եթե դա տրանզիտ է, իսկ եթե տրանզիտ է, շահագրգռված պետք է լինի Ադրբեջանը, որտեղ Ադրբեջանով է այդ ապրանքը անցնելու, այս կողմից այն կողմ, այն կողմից այս կողմ։ Եթե չէ, Ադրբեջանը կասի թող 2 կիլոմետր երկարի այսպես, 2 կիլոմետր այնպես, թող Իրանով անցնի։ Հարցը նա չէ, որ Իրան ձեռնտու է Իրանով անցնի, թե չէ, հարցը նա է, որ միշտ կարող է նա այդ հարցը բարձրացնել։ Այլապես, եթե չէ, չենք անում ուրեմն։
Եվ փաստորեն ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ասի, դե եթե Ադրբեջանն ու Թուրքիան ներդրում չանեն, կարող է չուզենան այդ ճանապարհն աշխատի։ Իսկ Ամերիկան ներդրում չի անելու թրիպի վրա, մոռացեք։ Ամերիկան հանձնարարելու է, որ ուրիշները ներդրում անեն, կամ Ամերիկան ներգրավելու է ուրիշներին, որ ներդրում անեն։ Փաշինյանն էլ պետք է ասի, մենք այդքան միլիարդը դնենք, ինչ անենք։ Ամերիկան էլ չի դնում։ Մենք տալիս ենք Ամերիկային, Ամերիկան գործընկեր է գտնում, մենք համաձայնվում ենք, որպեսզի այդ գործընկերը փող դնի եւ ինքը շահագրգռված լինի, որ դա աշխատի։ Կապ չունի, մի օր կարող է տեսնեք արաբական մի որևէ երկիր է հայտնվել, հետո մեկ էլ պարզեք, որ դրա հետևում կանգնած է թուրքական կամ ադրբեջանական ընկերություն։ Չնայած ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը անհարմար է զգալու նաեւ ասի, բերեք Թուրքիային, Ադրբեջանին ներգրավեն, որ չխոչընդոտեն, որտեղ տեսնում եք այդ պայմանը Բայրամովը դնում է։ Փաշինյանը ասում էր, չէ, մենք երկուսով ենք որոշելու Հայաստանն ու Ամերիկան։ Ինքն էլ ասում է, չէ, ես պետք է որոշեմ, որ դուք որոշեք։ Հիմա ով է դրա պատասխանը տալու։ Հենց որ դրսի հետ կապված հարցերը ալնում, որ ասելիք չեն ունենում, երկրի ներսում սկսում են իրար ուտել, որ օրակարգ ձևավորեն։ Սա է մեր խնդիրը։ Այս տոնածառը, այս խնդիրը, այս եկեղեցին, այս ընդդիմությունը եւ այլ։ Էս է։ Դուք տեսած կաք աշխարհի որևէ երկիր, որտեղից պաշտոնապես տեսակետներ չհնչեն, թե ինչ է կատարում աշխարհում։ Բա մենք այդքան որ մեջբերում ենք անում, այդքան կարդում ենք, ասում ենք Ֆրանսիայից էս ասեցին, Ադրբեջանից էս ասեցին, Թուրքիայից էս ասին, Ամերիկայից մյուս, եվրոպական, բաում ենք ասածներին ենք ասում, հետո կարծիք հայտնում, թե այդ ասածը ինչ է նշանակում եւ մեր հետ կապված դա որքանով է կապված մեզ հետ կամ ինչ հեռանկար է դրանից սպասվում։ Հայաստանից էլ ենք ուզում, չէ՞ լսենք։ Ասենք Հայաստանի էս ինչ պաշտոնյան արտաքին քաղաքական էս արծում, էս գնահատականը տվեց։ Կարող է ինչ-որ հարց շատ ծամծմված մի հատ կարճ կոնկրետի փրթե մի հատ պարզաբանում անեն, բայց ով պետք է այդ վերլուծությունն անի։ Հասարակությունը անհանգիստ է, հասարակությունը էս աշխարհի մի մասն է, հետևում է աշխարհի իրադարձություններին, ուզում է մեր պետության տեսակետը իմանա, ումից իմանա, ժողովուրդ ջան։ Իսկ Նիկոլ Փաշինյանը դեռ երեկ էր, որ ասում էր, կարող է հարց հնչել, իսկ ինչու հայկական կողմից ապրանք չի արտահանվում այդ ուղղությամբ, հակառակ ուղղությամբ, Ադրբեջանից եկած։ Մեր մտածողության եւ գործունեության մասշտաբը մեկ ֆուռի տրամաբանությամբ է աշխատում, որովհետեւ գնացք բեռնելը եւ որևէ ուղղությամբ ուղարկելը որոշակի բարդություն է։ Պետք է այդքան ապրանք կոնսոլիդացնել մի տեղ, որովհետեւ գնացքը չի կարող դատարկ գնալ։ Շատ լավ։ Այս ասողը հիմա հաստատ գիտի, որ այդ մի գնացքի բեռը հավաքվելու է, մարդը, որ հավաքեց այդ բեռը, կկարողանա ուղարկի Ադրբեջանի տարածքով անցնի, որևէ պրոբլեմ չի լինի, կգնա հասցեատիրոջը կհասնի, ով է դա երաշխավորում։ Ով։ Ապրանքը, որը եկավ Հայաստան, համապատասխան տեսչական մարմինները կարող են նայեն եւ զգան, որակին համապատասխանում է թե չէ, մարդը ապրանքը վերցնի վաճառի։ Ապրանքը ինքը այստեղից ուղարկում է եւ ապրանքի հետ ինչ որ բան է կատարում Ադրբեջանի տարածքում։ Հասնում է վերջնական սպառողին, սպառողը ստուգում է որակի հետ համաձայն չի, ինչ է անում։ Պետք է ասի ինգեջ ջան, բան չէ այս անորակ։ Դե ասում ես ինչ անեմ, որակով եմ ուղարկել։ Ասում են հենց ուղարկել, որտեղ հասներ որակով։ Սա դու ես պատասխանատու։ Որևէ ապրանք ուղարկող Նիկոլ Փաշինյանն ասում է ֆուռի տրամաբանություն, ոչ, ցանկացած տնտեսվարող, եթե մի վագոն ապրանք հավաքելուս լինի կամ մի գնացք ապրանք հավաքելուս լինի, որտեղ մի գնացք ապրանք է եկել, այդ մի գնացք ապրանքի հետ կապված շատ լուրջ պայմանավորվածություններ պետք է ունենա, ստացող կողմի հետ կապված, ինչ ժամկետներում կստանա, իսկ եթե այդ ապրանքը գնաց Ադրբեջանում կանգնեց, ժամանակին տեղ չհասավ, այդ մարդը կգնի տուգանքների տակ, իսկ եթե այդ ապրանքին սպասում են այնտեղ, այդ ապրանքը չեղավ, իր ապրանքային ծածկույթը պակասեց, իր գնորդը եկավ, տեսավ այդ ապրանքը չկա, գնաց ուրիշ տեղից առնելու, այդ որ ասպես բիզնեսմենները մի ֆուռի տրամաբանություն ունեն, բա դու ինչ տրամաբանություն ես, որ չհասկացած այդ բանից խոսում ես։ Հիմա այսօր ուզում ես ասես, որ որևէ բիզնեսմեն ռիսկ կանի այդ ապրանքը բարձի ուղարկի որևէ մեկին Ադրբեջանի տարածքով, մի վագոն, մի գնացք ապրանք, որը մտել է Հայաստան։ Այն դեպքում, երբ որ հենց նոր կարդացինք, որ Բայրամովն ասում է, հա, թողել ենք ապրանք, կարող է էլի թողենք, բայց չենք բացում սահմանները, մենք ենք որոշում թողենք թե չէ։
Իսկ այդ ձևի որևէ բիզնեսմեն ապրանք կուղարկի։ Մեկ էլ Նիկոլ Փաշինյանը երեք էր ասում, չէ, որտեղ մի քանի օր առաջ, երբ որ Էրդողանը ասեց, որ մի հատ տենց ձևական էլի, այսպես ասած, սիմվոլիկ քայլ կանենք, որ աջակցենք էլի Փաշինյանին ընտրություններից առաջ, Փաշինյանն ասեց ձևականել, իրականել քայլ կարվի Թուրքիայի ուղղությամբ։ Իսկ անմիջապես դրան երեք ասե, չէ, այսօր արդեն արձագանքում են Ադրբեջանից, որ խելքդ գլուխդ հավաքի, դու չես որոշում Թուրքիայի հետ հարաբերությունը լավացնես, թե չէ, մենք ենք որոշում։ Ինչ է ասում Բայրամովը, Ադրբեջանի արտգործնախարարը, Թուրքիան Ադրբեջանի համար եղբայրական պետություն է, մենք դաշնակիցներ ենք, նման հարաբերություններ այլևս չկան։ Թուրքիան միշտ աջակցել է Ադրբեջանին Հայաստանի հետ կապված հարցերում։ Իմ գործընկեր Հաքամ Ֆիդանը նույնպես Թուրքիայի խորհրդարանում ասել է, որ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները կախված են Հայաստանի հետ Ադրբեջանի հարաբերություններից, ասել է Բայրամովը։ Բա ինչ եք ձեզ կոտորում, հեսա Թուրքիայի հետ ճանապարհը բացում եք, հեսա Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնում եք։ Ասում իմացի դա մենք ենք որոշելու։ Բա Հայաստանի քաղաքացիները այս ամեն ինչը կարդում են, չէ՞, լսում են, չէ՞։ Ուզում են իմանան պատասխանը, սա ինչ է նշանակում։ Խաղաղությունը Ադրբեջանի կողմից չէ իր բերե, բայց Ադրբեջանի կողմից չի հնչում։ Բայց այդ ընթացքում հո այնպես չի, որ Նիկոլ Փաշինյանը պարապ նստած է, ժողովուրդ ջան, չէ էլի։ Մարդը լուրջ գործով է զբաղված։ Նայում ես, իր էջում էլ գրել է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է. ժամանակ չունեմ, հետևաբար պետք է գործեմ անշտապ։ Հիմա դրել են մի քննարկում են, ինչի նկատի ունի, կարող է մի բան, որ չհասցնի, հետո ասի, դե ժողովուրդ ջան, դե ասի էլի ժամանակ չունեմ, անշտապ եմ գործում, սպասեք կանենք, էլի վռազները ինչ է, եւ այլ, ինչ որ քննարկում են, լավ միտքա, վատ միտքա, մեկը ծաղրում է, մեկը քննադատում է, բայց ուղղակի ես մտածում եմ, էլի ախր տարիքս էլ մի քիչ ներում է, հիշում եմ, որ այդ բառերը միտեղ էլ եմ լսել, էլի, ուրեմն դա երբ էր, այն ջահելն էր առաջի անգամ, որ իրանից եմ լսել, էլի, նկատի ունեմ, որ ջահելը, հին հռոմեացի փիլիսոփա, էլի, Լուցիուս Անեուս Սենեկա կրտսերը, որը ինչ էր ասում, այդ նույն բառերը, ժամանակ չունեմ, հետևաբար պետք է գործեմ անշտապ։ Ու գիտեք, մոտ ստույգ տարին չեմ հիշում, երբ ասեց ինքը, ինչ գործի առիթով ասեց, բայց հիշում եմ 2000 տարի առաջ էր։ Ուրեմն այս մարդը նստել է, երկնել է մի հատ միտք, ու սենց տարածում է։ Եթե դու Սենեկայի խոսքերն ես գրում, բարի եղի գրել, որ դա քո խոսքերը չեն։ Ինչի մի անգամ լսել եք, որ որևէ միտք ասելու ժամանակ չասեմ, որ սրա հեղինակը Չերչիլն է, այս մեկը Կորնելիոս Նեպոդն է, այս մեկը ասել է, այս ինչ է, այս մեկը այն ինչը։ Լսել եք մի անգամ մի հատ միտք ասվի, եթե դա իմը չի, չասեմ դա հեղինակը ով է։ Այսինքն եթե դու տեղյակ չես, որ դա քո խոսքերը չի, որը դու երկներ ես, այլ Սենեկա կրտսերի խոսքերն է, այդ շատ վատ է։ Բայց եթե դու 2000 տարի հետո անտեղյակությամբ հանգել ես այդ մտքին, ավելի վատ է, ով է մեր երկիրը ղեկավարում։ Էս է մակարդակը, ժողովուրդ ջան։ Ու մեկը չկա, ասի ինգեր, այնքան է եղել ինձ ասում են, դե լավ էլի քննադատելու փոխարեն չի լինի մի հատ Փաշինյանին խորհուրդ տակ, իհարկե կլինի։ Եթե ես Փաշինյանին խորհուրդ տամ, մի խորհուրդ կտամ, այն մարդ ձենդ կտրի մի խոսա, էլի։ Մի խոսա, ինչ ուզում ես, ասա, քու տեղը գրեն, հրապարակեն, մի խոսա, ինգեր։ Դու խոսում ես ու մարդկանց գցում ես կրակը։ Ինքը քերթողահայր խորենացուն, հիմի փառքը հանգիստ չի տալ, էլի խորենացու, ինքն է դե բանն է, չէ, մորթողահայրն է, էլի Նիկոլ Իժևանցին։ Ինքը սենց մտքեր է տարածում, էլի խոսխանձողը, եւ վերագրում իրան, որ այդ միտքը իր գլխում է ծագել։ Գործով զբաղվի, այն գեր, գործով զբաղվի։ Դու երկրի վարչապետ ես, թյուրի մացաբար, գործով զբաղվի։ Իսկ հիմա նայենք ինչ է կատարվում Ուկրաինայի հետ կապված, որովհետև գիտեք, որ դրանով պայմանավորված է նոր աշխարհակարգ, ինչպիսին դա կլինի։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ առաջիկայում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի հետ։
մենք ոչ մի օր չենք պատնում, մենք համաձայնության ենք եկել առաջիկայում ամենաբարձր մակարդակով նախագահ Տրամփի հետ հանդիպման մասին։ Մինչ նոր տարի շատ բան կարող է որոշվել, գրել է Զելենսկին։ Իդեպ նաև տարածեցին ոչ վերջնական, բայց դեկտեմբերի 28-ին, դե այսօր 26-ն է, 2 օր հետո այդ հանդիպումը տեղի կունենա, կտեսնենք արդյունքները, ինչ է կատարվում, բայց տեսնում եք, որ դժգոհություններ կա Ռուսաստանի մոտ, որ նույնիսկ այն ամեն ինչը ինքը որ նախապես համաձայնացրել էր Տրամփի հետ, դժգոհ է, որ անգամ մի փոքր դրանից շեղումը լինի, եւ Պուտինը փորձում է վատ վիճակի մեջ դնել Դոնալդ Տրամփին։ Հիմա տեսնենք ինչ է ասում։ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվի ամբողջ Դոնբասի վերահսկողությունը փոխանցելու պայմանից։ Ռուսաստանի նախագահը խոսել է Անկորիջում ձեռք բերված պայմանավորվածությունների, այսինքն Ալյասկայի օգոստոսի 15-ի, ամերիկյան ծրագրի եւ այն դիրքորոշումների մասին, որոնք այսպես ասած արագ համաձայնեցվել են։ Պուտինն ասել է, որ ամերիկացիները եվրոպացիների հետ բանակցությունների արդյունքում հրաժարվել են իրենց որոշ առաջարկներից եւ որ սա թուլություն է։ Այսինքն ինքը մեղադրում է Տրամփին թուլության մեջ, որ Եվրոպան կարողացել է ճնշել Տրամփի վրա, բայց չի մտածում, որ ինքը մի փաթեթ է դրել Տրամփի ձեռը եւ այդ փաթեթը երբ որ ինքը ընդունել է Ալյասկայում, այդ դա էր թուլությունը, ոչ թե Եվրոպայի պահանջները։ Պուտինը ընդգծել է, որ ռուսական կողմը դեռևս պատրաստ է անել այն զիջումները, որոնք նա ընդունել է Անկորիջում։ Այսպիսով հարցն այն է, որ Դոնբասը մերն է։ Կրամատորսկ, Կոստանդինովսկ, Սլավյանսկ հանգույցի հարցը քննարկման ենթակա չէ, ասել է Պուտինը։ Այսինքն այդ տարածքը ինքը չի վերցրել, բայց այդ տարածքը ասում է ինձ տվեք, քննարկման ենթակա չի, ում հետ քննարկման ենթակա չի։ Տարածքը չես գրավել 4 տարի է։ Եկել ես ասում ես քննարկման ենթակա չի։ Չէ, ասում բանի հետ համաձայնացրել եմ։ Այսինքն Տրամփը ինձ խոստացել է հողերի ու փողերի դիմաց։ Ինչի է ինքը այսպիսի պայման դնում։ Ինքը ինչի է ստիպում, որ ցույց տա, որ տեսեք, Տրամփը խոստացել է այդ տարածքները։ Այսինքն ուզում է վատ վիճակի մեջ դնի Տրամփին, որ բա գիտես դու բան ես խոստացել։ Եթե հանկարծ մի քիչ էլ չափը կանցնես, ես նաև կասեմ այն փաստաթղթերը, որոնք իրանք չեն հրապարակում, Պեսկովն ասեց, որ մենք չենք հրապարակում, այն բիզնես ծրագրերը, որը Տրամփը իրանց դիմել է, հիմել կդնեն դա կգաղտնազերծեն։ Կասեն, այս դու չէիր, որ դրել էիր Ուկրաինայի հողերով, մեզ հետ բիզնես էիր անում։ Այսինքն Ռուսաստանը ակնհայտորեն շանտաժ է անում, ասում է ես չեմ կարողանում գրավել, դու պարտավոր ես այդ տարածքը տաս ինձ, որտեղ դու ինձ դա խոստացել ես։ Եվ դա ասում է իլուր աշխարհի։ Արդեն համբերությունը չի հերիքում, բաց տեքստով ասում է։ Իսկ հիմա Ամերիկայում էլ քնած չեն։ Հասկանում են, որ Տրամփի վրա ճնշում կա, հասկանում են, որ Տրամփի վրա շանտաժ կա ու նաև կոմպրոմատ կա։ Ասում են դե լավ, դե որ այդպես է, մենք էլ կոնտր քայլեր անենք Պուտինի դեմ։ Ես սա առաջի քայլը չի, հերթով քայլեր անելու են, որտեղ թույլ չեն տա, որ Ամերիկայի նախագահը ասենց խայտարակի ու վարկաբեկի Ամերիկան։ Իսկ հիմա պատասխան քայլը նայեք։ Ջորջ Վաշինգտոնի համալսարանին կից ամերիկյան ազգային անվտանգության արխիվ ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի միջև 2001, 2005 եւ 2008 թվականներին տեղի ունեցած զրույցների սղագրությունները։ Գաղտնի փաստաթղթերի հրապարակումը հնարավոր է դարձել դատարանի որոշմամբ։ Ազգային անվտանգության արխիվը դատական հայց էր ներկայացրել տեղեկատվության ազատության մասին օրենքի համաձայն։ Հիմա հարց է ծագում, եթե այդ բանակցությունները նույնիսկ գաղտնի էին, Ջորջ Բուշ կրտսերը աշխատել է մինչև 2009 թվականի հունվարի 20։ Դե ընտրությունն եղել է 2008 թվականի նոյեմբերին, պարզ է։ Այսինքն ասում են դե մենք ինչ խնդիր ունենք, որ պաշտոնաթող նախագահի բանակցություններն է, փաստաթղթերը հրապարակեք, դրա գաղտնիությունը ո՞րն է։ Ի վերջո այդ մարդն էլ նախագահ չի, ինչ է պատահել։ Հա, բայց դե հորանք պետք է հաշվի չառնեն, որ Ջորջ Բուշ կրտսերը նախագահ չի կարող հարված հասցնի իր աշխատանքային վարկանիշին, բայց Վլադիմիր Պուտինը 1000 տարով է ընտրված, ցմահ է ընտրված, ոտքերը առաջ պետք է տեղից դուրս բերեն, ուրիշ ձևի ինքը դուրս չի գա։
բայց դա ամերիկացիներին շատ հետաքրքիր է, բայց եթե Պուտին դու շանտաժ ես անում մեզ, մենք էլ ցույց տանք, թե դու ինչ ես քննարկել մեզ հետ։ Ըստ գաղտնազերծված սղագրությունների դեռևս 2001 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ առաջին անձնական հանդիպման ժամանակ դասախոսություն է կարդացել այդ դասախոսությունը ճակերտի մեջ ԽՍՀՄ փլուզման մասին։ Ռուսները կամավոր կերպով հրաժարվել են հազարավոր քառակուսի կիլոմետր տարածքից։ Անհավանական բան, Ուկրաինան, որը դարեր շարունակ Ռուսաստանի մաս էր կազմում, հանձնվել է, Ղազախստանը տրվել է, Կովկասը նույնպես, ուշադրություն, Կովկասը նկատի չունի Կովկասը իր տարածքում է, նկատի ունի հարավային Կովկասը, այսինքն Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։ Դժվար է պատկերացնել եւ դա արել են կուսակցական ղեկավարները, ասել է Պուտինը։ Այսինքն Պուտինը դժգոհել է Ջորջ Բուշ կրտսերին, որ գիտես, վերցրեցին կուսակցական ղեկավարները, տվեցին այդ տարածքները, դա մեր տարածքներն էր, նա ափսոսանք է հայտնում, որ Խորհրդային Միությունը փլուզվել է, որովհետև այդ տարածքները Ռուսաստանի տարածքներն էր, բայց ինքը մոռանում է, որ Ջորջ Բուշ կրտսերը մի փոքր մոտիկ հարաբերություններ ունի Ջորջ Բուշ ավագի հետ, պատահաբար իր հայրն է, որին զանգել էր Բորիս Ելցինը 1991 թվականի դեկտեմբերի 8-ին Բելավեջկայա Պուշչայում փաստաթուղթը ստորագրելուց անմիջապես հետո կապվել էր Բուշ ավագի հետ ու ասել էր մենք մեր պարտավորությունը կատարեցինք, Խորհրդային Միությունը լուծարեցինք, այն ինչ անվտանգային պարտավորություններն էլ որ ստանձնել ենք, մենք մերոնցով այդ երեքով այդ պարտավորությունները Ամերիկայի հանդեպ կկատարենք։ Բա Պուտինը չի մտածում, որ կարող է Ջորջ Բուշ կրտսերը Ջորջ Բուշ ավագին հարցներ։ Դու համարում ես, որ դրանց արածը դավաճանություն է եղել, բա Ելցինը չէր քեզ նշանակել։ Բա դու ասել ես, որ Ելցինը դավաճան է, թքել դուս ես եկել ասել ես, ես ես դավաճանին չեմ ծառայի, ում ես մեղադրում։ Դուք հրաժարվեցիք, դուք դավաճանեցիք մնացածին, Խորհրդային Միությունը դուք փլուզել, իհարկե շատ լավ արեցիք, որ փլուզեցիք, մենք անկախություն ստացանք, բայց դուք ձեր տեսանկյունից դավաճանեցիք, որովհետև այդ ժամանակ մենք պատրաստ չէինք, եթե Գորբաչովը իմացել էր Բուշից հետո, որովհետև Բելարուսի խորհրդանի ղեկավարն էր զանգել, Ստանիսլավ Շուշկևիչը զանգել էր, ասել էր, վայ իմացի Խորհրդային Միությունը փլուզել ենք, նա էլ հուզվել էր, թե բա Բուշից հետո ես պետք է իմանայի, չեմ հասկանում, գոնե ինձ մի քիչ ավելի շուտ զանգեիք։ Էս է եղել, բայց այդ դեպքում հարց, Հայաստանի սահմանն ով էր պահում, Խորհրդային զորքն էր կանգնած Թուրքիայի սահմանին, ով էր պահում, երբ որ հեռուստացույցից է իմանում, մամուլից է իմանում Հայաստանի ղեկավարը, որ Խորհրդային Միություն չկա, իսկ որևէ մեկը թող չալարի վերցնի կարդա, ապահի փաստաթուղթը, որ ստորագրել են, իրանք պարտավորություններ են ստանձնել անվտանգային, միայն այդ 3 հանրապետությունների համար, որպես ԽՍՀՄ-ի իրավահաջորդ, ապահան այդ 3-ն էին, այդ հետագայում 13 օր հետո Ալմատիում միացան մնացածը, Մերզբալթյան 3 հանրապետությունը դուրս եկավ, Վրաստանն էլ հաջորդ տարի միացավ։ Բա մնացածն էլ ուշ միացան, բայց դեպքում հարց, ով էր Հայաստանի սահմանը Թուրքիայի հետ պահում, մենակ չասեք, բա 91 թվականին Թուրքիան այդ ինչ բանակ ուներ, որ Հայաստանը գրավեր, Թուրքիան չուներ, Հայաստանի չափ էլ չուներ, իսկ Հայաստանն ուներ, բա 74 թվականին Հյուսիսային Կիպրոս օկուպացնողը Թուրքիան չէր, կամ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ չէր, Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջի իսկ ընդլայնման ժամանակ է դառել ՆԱՏՕ-ի անդամ, 49 թվականին ՆԱՏՕ-ն է ստեղծվել, 52 թվականին Թուրքիան դառել է ՆԱՏՕ-ի անդամ, 91 թվականին Թուրքիան չէր կարող Հայաստան մտնել, Ռուսաստանն է դա կանխել, կարող է մեկը մի հատ փաստաթուղթ բերի, որ ասի Ելցինը զանգել էր Բուշ ավագին, խնդրել էր, որ Հայաստանի խաթրին չկպնեն, ասեք, մի բան ասեք, կամ զանգել էր Թուրքիա, ասել էր բախտները չփորձեք, Հայաստանի խաթրին կպնեք, մենք ոչ Ռուսաստանի հետ պայմանագիր ունենք, նոր էր փլուզվել Խորհրդային Միությունը, ոչ էլ ՀԱՊԿ գոյություն ուներ, որի կազմում լինեն, կարելի է կարծել մինչև հիմա էլ ՀԱՊԿ կոտորեց մեզ համար Իրան, մեր սահմանները պահելով, այս վիճակում է եղել Ռուսաստանը, Պուտինը հիմա սա է ասել, որ մեղադրել է, թե ինչ է կարել,
Դու ուզում էիր խորհրդային միությունը մնար, նույն Պուտինը վերջերս չէր ասում, դե խորհրդային միությունը փլուզեցինք, որ ժեստ անենք արևմուտքին, որ մենք չենք զորով պահում, այն էլ իրանք չգնահատեցին մեր ժեստը։ Բայց դու կանգնել ես, բողոքում ես, ասում ես ինչի խորհրդային միությունը փլուզեցին։ Թող այդ բոլորը լսեն հայաստանցիները, բոլորը լսեն, որ այդ մարդը անարդար է համարում, որ Հայաստանը դուրս է եկել իր կազմից, ինքը համարում է դա Իրանն է, երբ ի վիճակի լինի պիտի վերականգնի, ու անգամ դա խոսում է մեկ ուրիշ պետության ղեկավարի հետ, աշխարհի ամենահզոր պետության ղեկավարի հետ։ Շարունակենք։ Պուտինը բարձրացրել է ՆԱՏՕ-ին Ռուսաստանի հնարավոր անդամակցության թեման եւ ասել, որ Ռուսաստանն իրեն զրկված է զգում։ Երկրորդ հանդիպման ժամանակ Պուտինը Բուշին ասել է, որ հավատում է կոմունիզմի գաղափարներին եւ պատրաստ էր մեռնել դրանց համար։ Երեք մեռածել է, այսօր վրեդ գոնե մի քիչ ծաղիկ բուսնած կլներ։ Բայց հարց է ծագում։ Դու ասում ես ՆԱՏՕ-ի հետ կապված, դու դեռ հարց ես բարձրացնում ՆԱՏՕ-ի անդամակցության, բայց Ջորջ Բուշ կրծերին, որ դու ասում ես, 2000 թվականի հունիսին էլ այդ նույն բանը չէիր ասում Բիլ Քլինտոնին, նրա պաշտոնավարման վերջի ամիսներին, որ ասում էր մի հատ խոսա մտնենք ՆԱՏՕ-ի կազմ։ Դու ուզում էիր ՆԱՏՕ-ի կազմ մտնես, քեզ չեն մտցրել, բայց դժգոհում ես 2008-ին, թե ինչի եք Վրաստանին ու Ուկրաինային մտցնում։ Այսինքն քեզ չեն մտցնում, ուրիշին մտցնում են, դու բողոքում ես, թե ինչա ուրիշի հետողությամբ քայլ անում։ Բա ուրիշի հետողությամբ քայլ չաներ։ Քեզ էլ մտցնեին ՆԱՏՕ։ Իրանց մտցնելու եք արանքը դու գլխով անցնեիք, հասնեիք ՆԱՏՕ, գնայիք մինչև Կամչատկա։ Շարունակությունը նայեք, ինքը ասում է, որ բանատո խիչը մտցրեցիք մեզ, էլի փորձեք, բայց ասում է արդեն 2008-ին։ Վերջապես 2008 թվականին Պուտինը Բուշին ասել է, որ կտրականապես դեմ է Ուկրաինայի եւ Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Ես սպառնացել էր, որ Մոսկվան հենվելով Ուկրաինայում ՆԱՏՕ-ի դեմ ուղղված ուժերի վրա մշտապես խնդիրներ կստեղծի այդ երկրում, քանի որ մտահոգված է Ռուսաստանի մոտակայքում ռազմաբազաների եւ նոր ռազմական համակարգերի տեղակայման սպառնալիքով։ Պուտինն ԱՄՆ նախագահին ասել է, որ Ուկրաինան խորհրդային ժամանակներում ստեղծված արհեստական պետություն է եւ որ այդ երկրի բնակչության 1/3-ը 17 միլիոն իրեն ռուս է համարում։ Այսինքն 2008 թվականին դու Բուշ կրծերին ասում ես դա արհեստական պետություն է, 17 միլիոն մարդ իրան ռուս է համարում, դա այդ պետությունը հենց այնպես ստեղծված է, այդ պետությունը պետք է Ռուսաստանի կազմից դուրս չգար, բայց կանգնում ես հետո ասում, որ 2014 թվականին Ղրիմը օկուպացրեցինք, որովհետև Ուկրաինայում ընտրությունները կեղծվեցին։ Բայց ինչ են հրապարակել, այս ստախոս, բա դրա համար են հրապարակել։ Այսինքն այն առիթը, որ դու ուզում էիր ցույց տաս, որ դա եղել է, որովհետև Ուկրաինայում քայլեր արեցին անօրինական, որը ստիպեց գնալ ռուս բնակչությանը Ղրիմում պահել, դու նախապես ասել ես, որ այդ պետությունը պետք է իմ կազմում լներ, այդ պետությունը պետք է գոյություն չունենար։ Արդեն դու նախապես հող ես նախապատրաստել այդ պետությունը վերցնելու համար։ Ու այսօր 2022 թվականին ասել գնում ենք այդտեղ դենացիֆիկացիա անելու, դեմիլիտարիզացիա անելու եւ այլ, լրիվ հեքիաթ է։ Գիտեք էլ ինչ բաներ կարող են իրան գաղտնազերծել ամերիկացիները, եթե տեսնեն, որ կրակն են ընկել Պուտինի եւ Տրամփի ձեռը։ Սա արդեն իմացեք, սա Տրամփին ասում են հերիք է, դե հասկացանք էլի։ Շնորհքն էլ լավ բան է։ Ինչքան պետք է զիջես։ Հիմա դուք տեսակ, որ ինչ պատրվակել բերի Ուկրաինայի վրա հարձակվելու, ինքը ի սկզբանե համարել է, որ դա իրանց տարածքն է։ Այսինքն դուք տարածքը լուծարել եք, գնացել հիմա մուննաթես գալի, ասում ես, բա դու ինչի ես անկախ ինչի իմ կազմում չես, դու ես հրաժարվել դրանից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը գրել է. այսօր երեկոյան որպես գլխավոր հրամանատար իմ հանձնարարությամբ Միացյալ Նահանգները հզոր եւ ջախջախիչ հարված են հասցրել Նիգերիայի հյուսիս-արևմուտքում գտնվող իսլամական պետություն ահաբեկչական խմբավորմանը։ Այս ահաբեկիչները միտումնավոր եւ դաժանորեն սպանում են հիմնականում անմեղ քրիստոնյաների տարիներ, նույնիսկ դարեր շարունակ, աննախադեպ մասշտաբով։ Իհարկե կշարունակեմ, բավական ողջունելի է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները իսլամական ահաբեկիչների դեմ, իսլամիստ ահաբեկիչների դեմ պայքարում է,
բայց չմոռանանք, որ Նիգերիան էլ ոնց որ թե օվկիանոս է բաժանում Ամերիկայից, էլի, ինքը Եվրոպայի հետ կապված ասում է մեզ օվկիանոս է բաժանում, ձեր խնդիրները չեմ ուզում ես զբաղվեմ, բայց պարզվում է Նիգերիան արդեն ոնց որ թե Ամերիկային հարևան է դարձել, այդ կողմերը ջրերը մոտեցել են։ Շատ լավ է, որ մտածում է, որ աշխարհում դա պետք է անի, բայց վատ չի լինի, որ մի հատ, եթե ասում ես իսլամիստ ահաբեկիչներին ենք հարվածել, կոնկրետացնես ումի նկատուն, կարող է էլի ահաբեկիչներ եղել են, բայց իսլամիստ ահաբեկիչները, որը խոսում է կոնկրետ, դա իգիլի մասին է խոսքը, բայց իսլամական պետություն ահաբեկչական խմբավորմանը, այսինքն Դաիշ է իգիլը, ինչի համար եմ դա ասում, որովհետև դա ստեղծվել է 2013 թվականին կոնկրետ տարածքում Սիրիայի եւ Իրաքի, դա արդեն դարձել էր անկախ պետություն չճանաչված, իր կառույցներով, իր դատարանով, իր ամեն ինչով, 19 թվականին որպես տարածքային միավոր, դա վերացվել է, եւ այդ մարդիկ ցրվել են տարբեր երկրներով, այդ թվում նաեւ Նիգերիայում, ասել, որ դարերով իգիլի դեմ կռվել ես, երբ որ դա ստեղծվել է 13 թվականին, քանի դար է անցել 2013-ից մինչև 2025 թիվ, չգիտեմ ժողովուրդ ջան, դուք ասեք, այսինքն կարելի է չէ մի բան ասելուց առաջ, ասել, որ լավ, կարող է դրանից առաջ էլ են եղել ահաբեկիչներ, բայց դու կոնկրետ խոսում ես իգիլի մասին, դա կոնկրետ տարածք եւ կոնկրետ կառույց է։ Ես արդեն զգուշացրել եմ այս ահաբեկիչներին, որ եթե չթադարեցնեն քրիստոնյաների կոտորածը, ապա դժոխային պատժի կենթարկվեն, եւ այսօր երեկոյան նրանք դա ստացան, պատերազմի նախարարությունը բազմաթիվ անթերի հարվածներ է հասցրել, որոնց միայն ԱՄՆ-ն է ունակ, իմ ղեկավարությամբ մեր երկիրը թույլ չի տա, որ արմատական իսլամիստական ահաբեկչությունը ծաղկի, թող Աստված օրհնի մեր բանակը եւ բոլորի սուրբ ծնունդը ներառյալ զոհված ահաբեկիչները, որոնք ավելի կշատանան, եթե շարունակեն սպանել քրիստոնյաներին, նշել է Տրամպը։ Այսինքն մի բան հասկանանք, որ այն ինչ որ արվում է հանուն միջազգային ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում դժվար է պատկերացնել, որ կարելի է Ամերիկային դրանում մեղադրել։ Ուղղակի ուզում ենք ասենք թիվ 1 ահաբեկիչը Կրեմլում է նստած։ Այդ շատ լավ է, որ Նիգերիայում գնացել ես իգիլի 2 զինյալ ես գտել, բայց միլիոնից ավել մարդ կոտորողը իր երկրից եւ մյուս կողմին էլ ասի իմացեք մի այդքան էլ ընդեղից եմ կոտորել, այնտեղ նստած է, որի հետ ցանկանում ես գործարքան ես։ Որևէ մեկը ահաբեկչության դեմ պայքարում չի կարող Դոնալդ Տրամպին խրախուսել, որ լավ բան ես անում, եթե թիվ 1 ահաբեկիչին դու չես տեսնում իդեմս Վլադիմիր Պուտինի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը սպառնացել է դեմոկրատական կուսակցության անդամներին, որ այս սուրբ ծնունդը կարող է վերջինը լինել կապված ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով եւ ֆայլերի հրապարակման հետ, որը մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ։ Հիմա այս անհաջողակները կրկին գործի են անցել, միայն թե այս անգամ նրանց շատ ընկերներ, հիմնականում անմեղներ, լուրջ վնաս կկրեն եւ հեղինակությունը կվնասվի, բայց ցավոք այդպիսին է կոռումպացված դեմոկրատական քաղաքականության աշխարհը, վայելեք այն, ինչը կարող է լինել ձեր վերջին սուրբ ծնունդը, գրել է Տրամպը։ Ես չգիտեմ ինչի նկատի ունի նրանց վերջին սուրբ ծնունդը, բոլորին վերացնելու է, ինչ անելու, կարող է պաշտոնյա չեն, բայց սուրբ ծնունդը վայելեն։ Դա կապ չունի, բայց ես ահաբեկելը չեմ կարծում, որ դա պատիվ է բերում տոների հետ կապված, մանավանդ որ այդ սկանդալի մեջ իր անունն էլ է հոլովում եւ ինքը ներքաշվել է ներպետական այնպիսի սկանդալների մեջ, որ դա լրջորեն թուլացնում է իր դիրքերը։ Հիմա երբ որ ինքը փորձում է կոնֆլիկտի մեջ մտնի դեմոկրատների հետ, դեմոկրատները շատ լուրջ, շատ դենց արժեքավոր լիդերի դեռ առաջ չեն բրթել, որով ցույց տան, որ իրանք գիծը քաշել են, առաջ չեն անցել, Բայդենն էլ Հարիսն էլ մնացել են անցյալում, իրանք գիծը քաշում են, այդ բոլոր սխալներն ու թերությունները վերանայում են, այդ վայրի լիբերալիզմի եւ դրա ձեռակարակն ընկածնել մի հատ էլ մաքրած նորեջից մտնում են խաղի մեջ։ Դեռ դա չեն արել։ Իհարկե կանեն, բայց չեն արել։ Առայժմ դեռ իրանք հակատրամպյան քարոզչությամբ տարբեր տեղեր ընտրություններում հաղթում են։
տեղական ինքնակառավարման մարմինների, բայց դեռ գլոբալ առումով նրանց ամենամեծ վարկանիշի վերականգնելու համար պայքարում է Դոնալդ Տրամպը, այսինքն Դոնալդ Տրամպի հակավարկանիշն է դեմոկրատներին օգնում։ Հուսանք, որ իրանք կվերանային այդ ամեն ինչը, սխալներից կմաքրվեն, մի հատ նոր որակի լիդերով առաջ կգան, գիծը կքաշեն, առաջ կգնան, եւ հանրապետական կուսակցությունները ցույց կտա, որ իրանք դա Տրամպը չեն, Տրամպը էպիզոդեր եկավ գնաց, եւ իրանք էլ կմաքրվեն, նոր որակի հարաբերություն կանեն, որտեղ մեծ սպասումներ ունենք Միացյալ Նահանգներից։ Թող որ այս խառը ժամանակները օգնի ճիշտ ընտրություն կատարելու հարցում։ Եվ իդեպ, այդ Հնդկաստանը, որը շատ ուժեղ վախեցած էր Տրամպից եւ Ռուսաստանից դադարեցրել էր նավթ գնել, ընդամենը 3 էր Հնդկաստանի խոշորագույն մասնավոր նավթավերանմշակման ընկերությունը Reliance Industries-ը վերսկսել է ռուսական նավթի գնումները, չնայած Ռուսաստանի հիմնական ձեռնարկությունների դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված շարունակական պատժամիջոցներին։ Reliance Industries-ը ռուսական նավթ է գնում զեղչված գներով այն մատակարարներից, որոնք պատժամիջոցների չեն ենթարկվում։ Իհարկե սա էլ խոսում է նրա մասին, որ Հնդկաստանն ասում է, եթե դու խաղեր ես տալիս Ռուսաստանի հետ, մի հատ բացատրի, թե ես ինչի պետք է տուժեմ։ Դու ասում ես բոլորը պետք է, ոչ մեկը պետք է Ռուսաստանի հետ չաշխատեն, բայց ես պետք է իր հետ աշխատեմ։ Չես կարող այդպես, դու զսպես երկար ժամանակ Հնդկաստանին, Չինաստանին, Եվրոպային, հնարավոր չի։ Այդպես արեցիր, քո դեմ են դնելու։ Այդպես անում ես, Վենեսուելային են տեր կանգնում։ Այդպես որտեղ արեցիր, դեմդ են դնում։ Այդ դրա համար մի խնդիր կա։ Միջազգային ահաբեկչության վերջը տալ։ Դրա որջը Կրեմլում նստած է, այդ է ժողովրդյան, ուրիշ բաների հետևից պետք չի ընկնել։ Դրա համար այս ամեն ինչը մեզ համար շատ կարևոր է, ոչ միայն, ասենք, աշխարհաքաղաքական իրադարձություններով, այլև մենք տեսնում ենք, որ առաջիկա ընտրություններում ինչ խնդիրներ են մեր առաջ ծառայելու։ Լինելու է Ռուսաստանի շահերի սպասարկում, Թուրքիայի շահերի սպասարկում եւ Ադրբեջանի շահերի սպասարկում։ Մեր օրակարգը այդպես են լցնելու։ Ամեն ինչ անելու են, որ չկարողանան նորմալ են մարդիկ, ովքեր այդ վտանգները ներկայացնում են, ավելի մեծ տիրույթ ունենալ, ոչինչ, մեր էներգիայի շնորհիվ եւ ջանքերի համառության շնորհիվ տարբեր մեր նման մտածող մարդիկ ամեն ինչ կանեն, որ այս վիճակից փորձեն երկիրը հանեն։ Տեսնում եք, թե ժողովրդին ոնց են հիպնոզացնում, որ տեսեք, էժան ապրանքները գալիս են, վայելեք։ Էժան ապրանքները գալիս են, դա խայծ է, որ դրանով ձեզ կներգրավեն այդ ամեն ինչի մեջ, հետո էլ կասեն ուրիշից հրաժարվեցիք, հիմա այս ապրանքը թանկ է կամ ընդհանրապես թույլ չենք տալի, իսկ դուք արդեն այն մյուսներից կտրվել եք։ Ահագին խնդիրներ կա եւ մեր շուկան պետքա պատրաստելի այդ ապրանքների կապ չունի էժանա թե թանկ։ Մենք պատրաստ ենք այդ ապրանքների ներհոսքին մեծ ծավալի, թե ոչ։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմ 1 լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմ 1 զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։